Սիրելի Աստծո ժողովուրդ, այսօր կարծում եմ կվերջացնեմ այն թեման, որը որ սկսել եմ արդեն մի քանի անգամ, 4-րդ մասը, եւ իմ քարոզի վերնագիրն է, հիշեցնելու համար ասեմ, ես իմ եկեղեցին կշինեմ ժայռի վրա եւ դժոխքի դռները չեն հաղթարի նրանց, այսինքն ես իմ եկեղեցին կշինեմ ժայռի վրա, կոնկրետ էս է իմ քարոզի վերնագիրը։ Ուրեմն Էլի եմ ասում կրկնություն չեմ անի, որովհետև թեման շատ բարդ է ու շատ երկար, բայց մի փոքր կհիշեցնեմ, թե նախորդ անգամ մենք որ մասի վրա կանգ առանք։ Եվ հիշում եք նախորդ անգամ, երբ որ դիտեցինք Եզեկիել 8-րդ գլխի այն տեսանյութը, որ կար, եւ խոսքը վերաբերվում էր սրան, որ Աստված ասեց չէ իր արեշտակին գնա եւ նշան դիր բոլոր այն մարդկանց վրա, ովքեր հառաչում եւ ողբում են այս բոլոր պղծությունների համար։ Հիշում եք, մենք տեսանք, թե ինչ պղծություններ էր կատարվում տաճարում, թե ինչպես էր սատանան մտել Աստծո տուն եւ ինչպես էր պղծել Աստծո տունը, եւ ինչպես էին Աստծո քահանաները եւ Աստծո ծառաները երկրպագում կուրքերին եւ սպաշտում սատանային։ Եվ սա Աստծուն այնքան էր վրդովեցրել, որ Աստված տարավ մարգարեին, Եզեկիել մարգարեին ցույց տվեց եւ համել ասեց, թե ինչ պետքա լինի։ Բայց ասեց նշան դիր բոլոր այն մարդկանց վրա, ովքեր որ հառաչում եւ ողբում են այս բոլոր պղծությունների համար։ Սիրելի Աստծո մարդ, այսօր մենք տեսնում ենք ամբողջ աշխարհում եկեղեցի կոչված կառույցները, որ կան, դուք տեսնում եք, թե ինչպես է պղծել սատանան եկեղեցիները։ Եվ այսօր շատ քիչ եկեղեցիներ են մնացել, որ իրոք հավատարիմ են Աստծուն, եւ ես շնորհակալ եմ Աստծուց, որ մեր եկեղեցին այն հավատարիմ եկեղեցիներից մեկն է, ով որ հետևում է Աստծո ճշմարիտ խոսքին ամենայն բծախնդրությամբ։ Եվ տեսեք ինչ է ասում։ Երբ որ հրեշտակը պետք է նշան դներ, դրանից հետո ինչ է ասում, ասում է մնացածին հարվածի։ Եվ ասում է թող քո աչքերը չխնայեն եւ չողորմես ոչ մեկի։ Հասկանում ես ինչ է Աստված ասում, ասում է ով որ հառաչում է ինձ համար, այսինքն ով որ չպղծվեց, ասում է իր վրա հատուկ նշան դիր, կնիկ դիր, որպես իմը, իմ սեփականությունը, բայց ասում է նրանց վրա որ նշան չկա, ասում է նրանց կոտորի, բնաջին ջարա եւ նրանց չողորմես։ Չողորմես ասում է ոչ ծերին, ոչ երիտասարդին, ոչ կույսին, ոչ երեխային, ոչ կանանց, սպանեք ու փչացրեք։ Եվ սա Աստված ասում էր բարկությունով, եւ որ ամենակարևորը գիտեք որներ որ ասում էր, ասեց սկսեք իմ սրբարանից։ Այսի ամենաբանն էր, որ ասում է սկսեք իմ սրբարանից, սկսեք իմ ժողովրդից, սկսեք իմ եկեղեցու միջից սկսեք, այն որ իրանք պետքա լինեին, այն մարդիկ ովքեր որ առաջինը պետքա պահեին այս խոսքը, բայց իրանք դարձան առաջինը, որ պղծեցին այս խոսքը եւ ամբողջ ժողովուրդը տարան իրանց հետ պղծության։ Բայց հետո շեշտում ասում է, բայց ում վրա նշան լինի, նրան չմոտենաք։ Այսինքն նշանակում է, այդ նշան, այդ կնիքը, որ կա մարդու վրա, կարևոր բան է, թե չէ։ Ես կասեմ շատ կարևոր բան է։ Սա վերաբերվում էր Երուսաղեմի կործանմանը եւ Երուսաղեմի Բաբելոն գերությանը։ Եվ մենք նույն պատկերը տեսնում ենք նաեւ Հայտնության թղթում, արդեն աշխարհի վերջի մասին, երբ որ խոսում է Աստծո խոսքը, եւ ինչ է ասում։ Ասում է, երբ 4 հրեշտակները կանգնած երկրի 4 անկյուններում բռնած 4 քամիները, որ չփչեն երկրի վրա եւ չփչեն ծովի վրա։ Այսինքն Աստված 4 զորավոր հրեշտակներ կանգնացրել է երկրի 4 անկյունները, հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք, եւ ասում է բռնեք այն 4 քամիները, որ չփչեն ոչ երկրի վրա եւ ոչ ծովի վրա։ Ինչի համար է ասում, չփչեն, մինչեւ որ այն հրեշտակը, որը որ դուրս էր գալիս արևելքից եւ ասում է Աստծո կնիքը ուներ։ Իսկ ինչի համար էր այս հրեշտակը դուրս գալիս, Աստծո խոսքը շարունակում է եւ հրեշտակին ասվում է. վնաս չտակ երկրին, մինչեւ Աստծո ծառաների վրա կնիկ դնեն նրանց ճակատներին եւ կնքվածների թիվը Աստծո խոսքը շեշտում է 144,000 հոգի, 12,000 հոգի, 12 Իսրայելի ցեղերից։ Այսինքն ընդամենը մի ամբողջ ազգ Իսրայելի ցեղ, ում վրա կար դրված Աստծո կնիքը 144,000 հոգի, ում վրա կլինի Աստծո կնիքը, իսկ մնացածին Աստծո խոսքը ինչ ասում, ինչպես որ կարդացինք, սպանի, փչացրու եւ քո աչքերը թող չխնայեն։ Ու չխնայես փոքրից մինչեւ մեծ։ Եվ սա Աստծո խոսքն էր։ Եվ շարունակենք, եւ դրանից հետո շարունակում է ասելով, հիմա հնարավոր է մարդկանց մոտ հարց առաջանա, որ միթե ամբողջ աշխարհից 144,000-ը փրկվելու, եւ Աստծո խոսքը մեզ տալիս է նաեւ դրա բացատրությունը,
որ տեսա շատ ժողովուրդ, որ ոչ ոք չէր կարող համրել, ամեն ազգից, ամեն ցեղից, ամեն ժողովրդից եւ ամեն լեզվիներից, կանգնած աթոռի եւ գառի առաջին, ովքեր հագած էին սպիտակ հանդերձներ եւ իրենց ձեռքին ունեին արմավենիներ, որոնք երկրպագում էին Աստծուն։ Սա կարա վերաբերվի մեզ, ես կասեմ, որ այո, սա վերաբերվում է մեզ։ Եվ ով են սրանք հարցին, Սուրբ Գիրքը շարունակում է պատասխանել. սրանք են, որ գալիս են մեծ նեղություններից եւ իրենց հանդերձները լվացին եւ սպիտակեցրին գառի արյունով, այլևս չեն սովի, չեն ծարավի, գառը կհովվի նրանց եւ կառաջնորդի դեպի կենթանի ջրի աղբյուրները եւ Աստված կսրբի ամեն արտասուքը նրանց աչքերից։ Հրաշալի է, մենք արդեն 3 պաշտամունք խոսում ենք այն մասին, որ լինելու են մեծ նեղություններ, լինելու են մեծ դժվարություններ, զրկանքներ, տառապանքներ, հալածանքներ, բայց Աստծո խոսքը վերջում ասում է. Աստված պետք է սրբի քո աչքերի արտասուքը, այլևս չես սովի, չես ծարավի եւ Քրիստոս ինքն է հովվելու քեզ եւ սրբելու է քո աչքերից արտասուքը, որ դու երբեք չտեսնես ոչ սուգ, ոչ վիշտ եւ ոչ էլ ցավ։ Այս վերաբերվում է մեզ։ Իսկ այսօր կա արդյոք նշան դրված քո ճակատին, որովհետև նշանը նշանակում է առանձնացում, քանի որ Հայտնության 13-րդ գլխում Գազանը նույնպես նշան է դնում մարդկանց ճակատներին եւ աջ ձեռքին, չէ, հիշում եք այդ մասին, Գազանի կնիքը, որ Աստծո խոսքը ասում է 666-ա, ով միտք ունի, թող հասկանա։ Բայց մինչև այդ Հայտնության 7-րդ գլխում արդեն Աստծո հրեշտակը կնիք է դնում բոլոր այն մարդկանց ճակատներին, ովքեր որ պատկանում են իրեն։ Այսինքն սիրելի Աստծո մարդ, հիշի մի բան. Եթե դու չմտնես Հայտնության 7-րդ գլխի մեջ եւ Քրիստոս ինքը նշանը իր կնիքը չդնի քո ճակատին, ուզես թե չուզես, Հայտնություն 13-րդ գլխում Գազանը իր նշանը կդնի քո ճակատին, անկախ քո կարծիքը հաշվի առնելու։ Եվ այն ժամանակ դու այլևս ոչինչ չես կարողանա անել։ Նշան դրված նշանակում է ընտրված, առանձնացված, ջոկված։ Այսպիսի մարդկանց Աստված վերաբերվում է ուրիշ ձևով։ Նեղություն, հալածանք, նահատակություն, բայց նաև Աստծո պաշտպանություն։ Ամեն, որտեղ մենք տեսնում ենք շատ մարգարեների, Աստծո ժողովրդի, որ հալածվեցին եւ ամենավերջին նեղությունները կրեցին, բայց նաև մենք շատ տեղեր տեսնում ենք Աստծո հզոր պաշտպանությունը, որ Աստված այնպես էր պաշտպանում, որ աշխարհում ոչ մի ուժ չէր կարող այդ մարդկանց կպնել։ Ինչի համար? Որովհետև Աստված նաև գիտի պաշտպանել իրեններին։ Եփեսացիների 1:13 խոսքերը ասում է. երբ հավատացիք խոստմունքի Սուրբ Հոգովը կնքվեցիք։ Այսինքն կնիկ ինչ է նշանակում, ասում է Աստծո խոսքը, երբ որ դու հավատացիր Աստծուն, դու կնքվեցիր Աստծո Սուրբ Հոգով։ Կոնկրետ ասում է, այսինքն մեր ճակատի նշանը դա Սուրբ Հոգու կնիկն է։ Եվ 4:30-ը շարունակում է ասելով, որ կնքվեցիք փրկության օրվա համար։ Հիմա հասկանում եք ինչ է նշանակում։ Եվ ովքեր որ Սուրբ Հոգով մկրտված չեն, ուզում են որ նախանձախնդրություն առաջացնեմ ձեր մեջ։ Գնացեք չոքեք մի ելեք չոքած տեղից մինչև որ Աստծո Սուրբ Հոգով մկրտվեք։ Որովհետև Աստծո խոսքը կոնկրետ խոսում ասում է Սուրբ Հոգին որպես կնիկ տվեցի ձեզ։ Իհարկե չի նշանակում, որ եթե մեկը Սուրբ Հոգով ստացել է, դրանից հետո կարա ամեն ինչ անի, որտեղ ինքը փրկված է, կնքված է, խնդրում եմ այս խաբեությանը չտրվեք։ Կնիկ նշանակում է դրոշ, կնիկ նշանակում է սեփականության նշան։ Երբ երաշտ եւ սով էր Իսրայելի երկրի մեջ եւ մարդիկ մեռնում էին ծարավից եւ սովից, Եղիայի համար կար մի հատ փոքրիկ աղբյուր, Աստծո խոսքը ասում է, եւ դա քերի թեղեղատն էր։ Կային ագրավներ, ովքեր օրեկան 2 անգամ առավոտյան եւ երեկոյան հաց ու միս էին բերում Եղիային։ Մենք ճիշտ է սովոր ենք օրը 3 անգամ ճոխ ուտել, բայց հավատացեք 2 անգամն էլ լրիվ բավական է։ Եվ Աստված մեզ այնքան չի տալիս, որ այնքան ուտենք կուշտ, որ քունները ստանի։ Աստված տալիս է այնքան, որ ուտենք, չմեռնենք, դիմանանք, եւ սա լիովին համարում է բավարար։ Եվ հետաքրքիր է, բոլոր երկրում սով էր, բայց Տիրոջ ապավինած մարդիկ ունեին Տիրոջից պաշտպանություն։ Այրիկինը եւ նրա որդին։ Մենք տեսնում ենք նույն Եղիայի կյանքի եւ պատմության մեջ, որ Այրի կնոջը եւ նրա որդուն Աստված ողորմություն արեց։
եւ մի բուռ ալյուրը ու մի գթալ յուղը նրա կուժիցը չպակասեց։ Ես միշտ տարիներ շարունակ, երբ որ կարդացել եմ այս խոսքը, ես մտածել եմ, երբ որ Տիրոջ հրաշքը եղավ, կուժը մի անգամից հենց լցվեց մինչև Բերնեպերան ալյուրով, յուղի ամանը լցվեց մինչև Բերնեպերան ալյուրով, եւ իրանք ճոխ ունեին եւ ալյուր եւ յուղ եւ ամեն օր թխվածք էր թխում իր մաման իր փոքրիկ երեխայի համար։ Բայց երբ որ մենք Աստծո խոսքը կարդում ենք, այնտեղ տենց բան գրված չկա ընդհանրապես, որ Բերնեպերան լցվեց, ասում է կուժիցը քո ալյուրը, այսինքն մի բուռ ալյուրը կուժիցը չի պակասի, ու քո մի քիչ յուղի թամանիցը չի պակասի, մինչև որ Տերը անձրև կտա երկրին։ Սիրելի Աստծո մարդ, միշտ հիշի, Աստված մեզի ֆուրով չի տալու։ Ֆուրով չի տալու Աստված մեզ։ Աստված մեզ տալու է մեր հանապազորյա հացը։ Երբ որ Աստված Իսրայելի ժողովրդին տալիս էր մանանան, տալիս էր ասում էր հավաքեք մի տարվա պաշար դիզեք, չէ, ասում էր ամեն օրվա համար ես քեզ ամեն առավոտ կտամ, բավարարվի ու գոհացի նրանով, ինչը որ Աստված քեզ տալիս է։ Եվ սա նաև նշանակում էր հավատք, որ ես իմ ամեն օրը պետք է հանձնեմ Աստծուն։ Սա է Տիրոջ հանդեպ ունեցած հավատքը։ Երբ որ մենք աղոթք ենք անում, Տերը ինչ է, հայր մեր աղոթքի մեջ մենք ասում ենք, չէ, Տեր մեզ հանապազորյա հացը մեր դուր։ Մի տարվա պաշարը չենք ուզում, որտեվ երբ որ մարդը ապահոված է, մարդը ունի sense տարիների պաշար, մարդը արդեն մտածում է, որ ապահոված եմ, ելի ինչ ունեմ, բայց Աստված ուզում է, որ ամեն մի քրիստոնյա իր հույսը ամեն օր դնի Աստծո վրա, եւ երբ որ դու կբացես աչքերդ, երբ որ դու կփակես աչքերդ քնելու համար, գոհանաս Աստծուց քո տված օրվա համար, եւ այն ինչ որ Աստված քեզ տվեց, այն կերակուրի համար, այն խաղաղ քնի համար, այն մի բաժակ ջուրը, որ խմում ես, գոհացի Աստծուց եւ շնորհակալություն հայտնի։ Իսկ ինչի համար անմաքուր կենդանիները բերեցին հաց եւ միս Եղիային, որովհետեւ ագռավները համարվում էին անմաքուր կենդանիներ։ Հիշեք, Աստված երբեմն անմաքուր մարդկանց էլ է օգտագործում իր սուրբերին կերակրելու եւ իր սուրբերին հաղորդ լինելու համար։ Հիշեք, Աստծո մոտ չկա անկարելի ոչ մի բան։ Նաեւ մի հետաքրքիր մի բան, որ ինչ ասեմ, միգուցե անցել է շատերիդ մտքով, միգուցե չի անցել ձեր մտքով, բայց կփորձեմ հիշեցնել ձեզ։ Հիշում եք այն Եգիպտոսի 10 պատուհասները, այսինքն 10 գումարած 1 պատուհասները, որովհետև երբ որ զորքն էլ կոտորվեց, սա էլ պատուհաս էր Կարմիր ծովի մեջ, ինչ հետաքրքիր բան է տեղի ունենում։ Ես միշտ որ կարդացել եմ, ելի եմ ասում, ամեն անգամ երբ որ ասենք մի բան կարդում ես, մի բան Աստված հայտնում է, մի բան գտնում ես, մի բան պրպտում ես, հասկանում ես, ասում ես Տեր Աստված, ինչքան պետք է կարդամ ես քո խոսքը, որ քո խոսքի խորությունը հասկանամ։ Ես անկեղծ եմ ասում, եթե դուք նկատել եք, ես չէի նկատել, բայց ինչ որ վերաբերվում է 10 պատուհասներին, դուք ուշադրություն դարձրել եք, ինչպես է գրված։ 10 պատուհասները հрьяաներին վերաբերվեց, թե չէ։ Ես էլ գիտեի չէ, բայց եկեք տեսեք, որ Աստծո խոսքը ուրիշ բան է ասում։ Երբ որ 10 պատուհասները սկսվում է, առաջինը, երբ որ ջուրը դարձավ արյուն, երկրորդը, երբ որ գորտերը դուրս եկան գետից, եւ երրորդը, երբ որ մուն եղավ։ Հստակ գրված չի, որ Աստծո ժողովուրդը առանձնացված էր եւ Աստծո ժողովրդին ոչինչ չեղավ։ Գրած է Եգիպտոսի ամբողջ երկրի վրա եղավ։ Երբ որ Նեղոս գետը դարձավ արյուն, ովքեր եղել են Եգիպտոսում, կարծում եմ Նեղոս գետը տեսած կլինեն։ Երբ որ Նեղոս գետը դարձավ արյուն, այդ Նեղոս գետը հрьяաների համարել էր, հрьяաներն էլ էին այդտեղից ջուր խմում, տեղից լողանում, օգտվում, աման լվանում, չգիտեմ էլի, իրանց համարել այդ Նեղոսը դարձավ արյուն։ Եվ որ այդ նույն Նեղոսից գորտերը դուրս եկան, կարծում եմ, որ հрьяաներին էլ ինչ որ նեղություն տվեցին։ Միգուցե ոչ այնքան ինչքան որ եգիպտացիներին չեմ կարող հստակ նշել, որտեղ հստակ գրված չի։ Բայց երբ որ 4-րդ պատուհասը սկսվում է, 4-րդ պատուհասից արդեն կոնկրետ Աստծո խոսքը առանձնացնում է։ Երբ որ 4-րդ պատուհասի ժամանակը գրված է Գեսեմի երկիրը կորոշեմ, եւ ինչ ասում Աստծո խոսքը, ասում է, այ հիմի արդեն պետք է խտրություն տնեմ իմ ու քո ժողովրդի մեջ։ Եվ տեսեք ինչ է, Ելից 8-րդ գլխի 22-ից 23-րդ խոսքերը ասում է. եւ այն օրը իմ ժողովրդի բնակված Գեսեմի երկիրը կորոշեմ, այսինքն մինչև այդ չէր որոշի Աստված, եւ այնտեղը շնաճանչ չի լինի, որ գիտենաս թե ես եմ Եհովան երկրի միջումը, եւ իմ ժողովրդի մեջ խտրություն կդնեմ, էգուց կլինի այս նշանը։
Այսինքն նշանակում է հնարավոր է Աստված թույլ տա, որ քրիստոնյաներն էլ ինչ որ նեղություն կրեն, բայց երբ որ հասնում է մի տեղ, երբ որ սա արդեն նեղություն չի, սա արդեն պատիժ է, պատուհաս է եւ պատիժ, ինչ ասում Աստված, ասում է, ես մի պիտի բաժանեմ արդեն իմ ժողովրդին քո ժողովրդից, բարավոն, եւ դու կտեսնես թե ինչ է կատարվում իմ ժողովրդի հետ եւ ինչ է կատարվելու քո ժողովրդի հետ։ Եվ դրանից հետո անասունների մահը կրկին շեշտում է, որ Աստված բաժանեց եգիպտացիներին հրյաներից եւ ասում է, քո անասունները պետք է սատկեն, բայց հրյաներից մի անասուն անգամ պետք է չսատկի։ Արդեն կոնկրետ շեշտը դնում է, որ Աստված տարբերություն է դնում։ Հետո ուռուցքները ժանտախտը ասում է կուղարկեմ ամբողջ երկիրը կկորցնեմ, բայց իհարկե ժանտախտը չի ուղարկում, բայց ուռուցքները կա։ Դրանից հետո կարկուտ եւ խառնված կրակ, եւ ասում է Գեսեմի երկրում չեկավ կարկուտ եւ խառնված կրակ։ Հետո մորեխ եղավ, հետո խավարը եղավ, չէ՞։ Թանձր շոշափելի խավարը, նույնպես գրված ասում է Իսրայելի որդիների համար լույս կար։ Եգիպտացիները թանձր խավարի մեջ էին շոշափելի, բայց ասում է Իսրայելի որդիների համար լույս կար։ Եվ վերջին պատուասը անդրանիկների մասը վերաբերվում էր նաև երկուսին։ Եվ գիտեք պատճառը որն էր։ Եթե հրյաներն էլ գառան արյունը չքսեին իրանց դռանդիներին եւ վերին սեմին, նույն մահվան ռեշտակը նաև հարվածելու էր հրյաներին։ Այսինքն նշանակում է առանց արյան Քրիստոսի չկա փրկություն։ Ուզում ես եղի հայ, ուզում ես եղի հրյա, ուզում ես եղի քրիստոնյա, ուզում ես եղի մուսուլման, միևնույնն է առանց Քրիստոսի արյան չկա փրկություն։ Եվ անդրանիկների մահը վերաբերվում էր երկու կողմերին, եթե չլիներ արյունը։ Ուրեմն սկզբից Աստված զգուշացնում է, որ սթափվեն։ Սիրելի եկեղեցի, Աստված սկզբից մեզ էլ է զգուշացնում, որ սթափվենք, հասկանում ես։ Հնարավոր է նեղություններ թույլ տա Աստված մեր կյանքում, եւ այս նեղությունները մի բանի համար է, որ դու սթափվես, որ մի հատ թափ տաս քեզ, որ արթնանաս, որ մի հատ լվացվես, ասես ես ուզում եմ դուրս գամ իմ թմրած վիճակից, բայց երբ որ դրանից հետո սկսվում է արդեն անեծքը եւ պատուհասը, հիշի վայն մարդուն, ով կընկնի Աստծո ձեռքը։ Եվ փարավոնի զորքն էլ խեղդվեց կարմիր ծովի մեջ եւ կարծես թե սա տապանակարն էր, որ դրվեց Եգիպտոսի երկրի վրա։ Գիտեք ով էր Ռան։ Ովքեր Եգիպտոսում եղել են կամ մտել են այնտեղ ինչ որ սուվենիրների խանութ, sense մտնում ես, ոնց որ մտնես այդ դիվային ներգործության մի հատ վայր։ Ամբողջ այդ բանը եգիպտական կուրքերն են, այդ չաստվածներն են եւ ամենամեծ պղծությունը Եգիպտոսում ա եղել միշտ ամբողջ պատմության ժամանակ։ Եվ այդ կուրքերը միշտ այդ Անուբիս, չգիտեմ, չեմ ուզում այդ զիբիլների անունները տամ, լիքն է, եւ մարդիկ բոլոր տուրիստները առնում են եւ տանում են այդ իրանց տները, դնում են մտածելով, որ Եգիպտոսից ինչ որ մի հատ հուշ բերեցին, չհասկանալով, որ Եգիպտոսից մի հատ կուրք բերեցին իրանց տուն։ Եվ ով էր Ռան։ Ռան համարվում էր եգիպտացիների գերագույն աստվածը, ով արևի աստվածն էր։ Եվ դուք պատկերացնում եք, ինչպես Աստված ստորացրեց Ռային ամբողջ եգիպտացիների աչքի առաջ, երբ որ թանձր խավար բերեց։ Քանի որ եգիպտացիներն ասում էին Ռան արևի աստվածն է։ Տերն ասեց անենց խավար բերեմ ձեր երկրի վրա, որ կողքինիդ շոշափելով էլ չգտնես, որ այնքան մութ լինի, որ մութը զգաս, որտեղ շոշափելի խավար նշանակում է զգամ այնքան թանձր է, որ ես զգում եմ այդ խավարը։ Եվ տեսնեմ ուր է քո Ռան, դե թող քեզ լույս տա, եթե քո Ռան Աստված է։ Բայց այդ ընթացքում ասում է, բայց Իսրայելի ժողովուրդը լույս ուներ։ Այսինքն Իսրայելի համար կար լույս, որտեղ Աստված առանձնացնել էր Իսրայելի ժողովրդին։ Առաջնեկների մահը Աստծո խոսքը ասում է, սա արդեն դատաստան էր Եգիպտոսի բոլոր աստվածների վրա։ Ելից 12:12 խոսքերն ասում է. «Եվ այն գիշերը Եգիպտոսի երկրովը պիտի անցնեմ եւ պիտի զարկեմ Եգիպտոսի երկրում ամեն առաջնեկը մարդիցը մինչեւ անասուն եւ Եգիպտոսի բոլոր աստվածների վրա դատաստան պիտի անեմ ես Եհովաս»։ Առաջի Պետրոս 4 գլխի մեջ 10-րդ խոսքում խոսում է այն մասին ասելով, որ դատաստանը սկսվում է Աստծո տնից։ Իսկ եթե արդարը հազիվ է ապրում, էլ ուր մնաց ամբարիշտն ու մեղավորը։ Հասկանում եք, սիրելի Աստծո մարդ, եթե Աստծո խոսքը ասում է արդարը հազիվ է փրկվելու, հազիվ է ապրելու, բա ամբարիշտն ու մեղավորի վերջը ինչա լինելու։ Բայց հիշիր, ինչքան թանձրանում է խավարը, ինչքան որ մութ է քո կողքերը, ինչքան որ այդ մութը ավելի շոշափելի է դառնում, այնքան լույսը ավելի հստակ է երևում, որովհետև ինչքան մութ է, այնքան լույսի պայծառությունը դու տեսնում ես ավելի հստակ։ Ինչքան որ սատանան կփորձի քեզ ներքաշել նեղության, փորձության, հալածանքի մեջ, միշտ հիշի, Աստված նույնպես գործում է այդ ժամանակ գերբնական ձևով։
եւ համարժեք ձևով։ Ինչքան թանձր խավար, այնքան ավելի հզոր լույս։ Եկեղեցին կկրի նեղություններ, հալածանքներ, դժվարություններ, այո կկրի երկրի վրա, բայց գալու է մի պահ, երբ որ Աստված սահման է դնելու։ Անցնելու ենք մենք այս նեղությունների միջով, սիրելի Աստծո մարդ, բայց գալու է մի պահ, երբ որ Աստված ասում է, ես պետք է արդեն բաժանեմ, ես պետք է բաժանեմ ու տարբերություն տնեմ եւ դու պետք է տեսնես, թե որն է տարբերությունը իմ ժողովրդի եւ այն մարդկանց, ովքեր որ իմ ժողովրդի մեջ չեն մտնում։ Եվ ինչ ասում Աստծո խոսքը։ Ես ինչ պետք է անեմ։ Ես պետք է տարբերություն տնեմ Աստծուն ծառայություն անողի եւ Աստծուն ծառայություն չանողի միջև։ Եվ մարդիկ տեսնելու են, մարդիկ զգալու են, թե ինչ է նշանակում լինել Աստծո ծառա եւ չլինել Աստծո ծառա։ Հռոմեացիների 5:20 խոսքը ասում է, որտեղ մեղքը շատացավ, շնորհքը ավելի շատացավ։ Ինչպես որ Աքաբի օրերում գրված էր, չէ, երբ որ Աստված գործում էր Եղիա մարգարեի միջոցով, այնպես էլ սիրելի Աստծո մարդ, Աստված գործելու է Սուրբ Հոգու միջոցով, Աստված գործելու է եկեղեցու միջոցով, Աստված գործելու է իր ծառաների միջոցով, Աստված գործելու է երկու վկաների միջոցով։ Հիշեք ինչքան որ սատանան իր ներգործությունը եւ զորությունը շատացնում է, առավել շատանում է Աստծո շնորհքը։ Եվ Հայտնություն 12:12 խոսքում ասում է, գրված է. վայ երկրին ու ծովին եւ նրանում բնակվողներին, որովհետեւ բանսարկում վայր իջավ ձեզ մոտ, որ մեծ բարկություն ունի, գիտենալով որ քիչ ժամանակ ունի։ Այսինքն Աստծո խոսքը ասում է վայ երկրին եւ այդ երկրի վրա ապրողներին, որովհետեւ ասում է սատանան բարկացած իջավ երկիր, որտեղ գիտի քիչ ժամանակ է մնացել եւ պատկերացրեք ինչ կատաղությամբ է նա սկսելու գործել։ Եվ երկրորդ Թեսաղոնիկեցիների 2:9-10 խոսում է նաեւ այն մասին, որովհետեւ անօրենության խորհուրդը արդեն զորանում է, որի գալը սատանայի ներգործությունից է, ամեն զորությունով, սուտ նշաններով եւ հրաշքներով եւ անօրենության ամեն խաբեություններով։ Եվ մենք տեսնում ենք, որ այո, անօրենության խորհուրդը զորանում է ամեն օր, ամեն անգամ, երբ որ բացում ես մի հատ լուր ես կարդում, դու տեսնում ես, որ այո, սատանայի գործելը արդեն դարձել է բացահայտ։ Բայց միթե անօրենության խորհուրդը շատանալու հետ Աստված բացի թողի է մատնելու, բախտիկը մաճույքին է մատնելու իր ծառաներին եւ իր ժողովրդին, ես կասեմ իհարկե ոչ։ Մարկոս 16:17 խոսքերն էլ խոսում են այն մասին, որ ասում է իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներ կխոսեն, օձեր վեր կառնեն, եթե մահադեղ էլ խմեն, նրանց վնաս չի տա։ Իրենց հիվանդների վրա ձեռք պետք է դնեն եւ նրանք պետք է առողջանան։ Սրանք են խոսքերն, որ Աստված տվեց իր եկեղեցուն եւ ժողովրդին։ Սիրելի Աստծո եկեղեցի, սիրելի Աստծո ժողովուրդ հիշի։ Քրիստոսի ընտրյալ եկեղեցին վերջի օրերում գործելու է գերբնական զորությունով։ Եվ այն բոլոր հրաշքները, բոլոր բժշկությունները, բոլոր ազատագրությունները, որոնք հիմա երազանք են շատերիս համար, դառնալու են մեր ամեն օրվա գործերը, մեր առօրյա գործերի մի մասն է դառնալու բոլոր գերբնական հրաշքները, զորությունները եւ Աստծո կենթանի շարժը։ Մենք անկանատես ենք լինելու, կույրերը պիտի տեսնեն, խուլերը պիտի լսեն, կաղերը պիտի վազեն, բորոտները պիտի մաքրվեն, դևերը պիտի սարսափահար փախչեն, մեռելները պիտի հարություն առնեն եւ Աստծո անունը պիտի փառավորվի նրա ծառաների միջոցով։ Վերջին օրերում մենք ականատես ենք լինելու առաջի դարի գերբնական այն զորություններին, այն նշաններին, այն հրաշքներին, որոնք կատարվում էր աշակերտների միջոցով։ Եվ այս ամենը լինելու է մեր օրերում եւ մենք տեսնելու ենք ինչի համար, որովհետեւ Աստված իր հոգին առատապես թափելու է նրա ծառաների վրա։ Սիրելի եկեղեցի, Աստված այցելություն է անելու իր ժողովրդին եւ մենք ականատես ենք լինելու Հիսուսի կատարած բոլոր հրաշքներին, որ Հիսուսը կատարեց։ Այնպիսի հրաշքներ են կատարվելու, որ Քրիստոսի հարությունից հետո նման հրաշքներ չեն կատարվել երկրի վրա, անգամ առաքյալների միջոցով, որովհետև հիմա ավելի է անօրենության խորհուրդը ուժեղ, քան առաքյալների ժամանակ եւ ավելի է ուժեղանալու։ Իսկ ինչքան ուժեղանա սատանայի զորությունը, առավել պետք է ուժեղանա նրա Քրիստոսի եկեղեցու, ճշմարիտ եկեղեցու իշխանությունը եւ զորությունը։ Եկեղեցին դադարելու է գոյատևել միայն պաշտպանական դիրքից։ Եկեղեցին գործելու է բացահայտ, հարձակվողական ձևով, քանդելու, փշրելու, կործանելու խավարի ողջ զորությունը
Հիսուս Քրիստոսի անունով։ Վերջի օրերին սատանան գործելու է գազազած, որովհետև կարճ ժամանակ ունի, բայց վերջի օրերում Տերն էլ գործելու է գերբնական ձևով, որովհետև հունցքի ժամանակը հասել է։ Եվ Աստծո խոսքը ինչպես որ ասում է, չէ, ցորենը շտեմարանի մեջ, իսկ հարդը եւ որոմը անշեջ կրակով պետք է այրվի։ Եսայի 60-րդ գլխի 1-ից 2 խոսքերը ասում է. «Վեր կաց լուսավորվիր, որովհետև լույսը դիեկել է եւ Տիրոջ փառքը ծագել է քեզ վրա, որովհետև ահա խավարը ծածկել է երկիրը եւ մառախուղը ազգերը, բայց քեզ վրա ծագում է Տերը եւ նրա փառքը երևում է քեզ վրա»։ Ուզում եմ կողքինի տեսի բարձր ասես, ասա վեր կաց լուսավորվիր, որովհետև լույսը դիեկել է եւ Տիրոջ փառքը ծագել է քեզ վրա, որովհետև ահա խավարը ծածկել է երկիրը եւ մառախուղը ազգերը, բայց քեզ վրա ծագում է Տերը եւ նրա փառքը երևում է քեզ վրա։ Եվ Հովել 2-րդ գլխի 28-ից 29 խոսքերը ասում է. «Եվ պիտի լինի սրանից հետո, որ իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա, եւ պիտի մարգարյանան ձեր տղեկը եւ ձեր աղջիկները, եւ ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն, եւ ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն, եւ ձեր ծառաները ու աղախինների վրա էլ պիտի թափեմ այն օրերը իմ հոգին, եւ նշաններ պիտի տամ երկնքումը եւ երկրի վրա, արյուն եւ կրակ եւ ծուխի սյուներ, արեգակը պիտի խավարի եւ լուսինը արյան Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ, եւ պիտի լինի, որ ամեն ով որ կանչի Տիրոջ անունը պիտի փրկվի։ Հիմա հասկանում եք, թե ինչի համար է Աստված ուզում կառուցել իր եկեղեցին ժայռի վրա, քանի որ մոտենում են մեծ փորձություններ, մեծ արհավիրքներ, մեծ քամիներ, մեծ ջրեր պետք է հարվածեն այդ տանը, դրա համար այդ տունը պետք է լինի ժայռի վրա, պետք է լինի կառուցված շատ ամուր, որ դիմակայի ամեն փորձության, ամեն նեղության եւ այդ տունը մնա կանգուն եւ չքանդվի։ Տիրոջ եկեղեցին չի փլուզվի երբեք, սիրելի Աստծո մարդ։ Գիտեք ինչի համար։ Ինչքան էլ որ ջրերը բարձրանան, ինչքան էլ որ քամիները փչեն եւ խփեն այդ տանը, որովհետեւ Հիսուսն է այդ տան անկյունի քարը։ Հիսուսն է այդ ժայռը, ինչի վրա կառուցվում է եկեղեցին, իսկ որտեղ որ Հիսուսն է, այնտեղ չկա պարտություն։ Հիսուսը նույնպես Պետրոսին այս նույն բանն էր ասում, բայց շատերը հասկացան լրիվ ուրիշ մի ձև, որ ասեց. «Ես իմ եկեղեցին կկառուցեմ ոչ թե Պետրոսի վրա, այլ Պետրոս դու քար ես, բայց ես իմ եկեղեցին կկառուցեմ ժայռի վրա»։ Մենք ամեն մեկս քար ենք, սիրելի Աստծո մարդ։ Եկեղեցին մեր վրա չի կարա կառուցվի։ Եկեղեցին միայն կարող է կառուցվել Քրիստոս հիմքի վրա, որովհետև ժայռը Քրիստոսն է։ Սիրելի Աստծո մարդ, մենք ամեն մեկս պետք է այնքան լուրջ վերաբերվենք Աստծո խոսքին, որ հասկանանք, որ եթե ես այդ քարն եմ, ես պետք է լինեմ իմ ճիշտ տեղում, այլապես ես ուղղակի դուրս կնետվեմ։ Քանի ամեն բան հանդարտ է քո շուրջը, քանի դու կուշտ ես, քանի հացը բազմացրել են, կերել ես, խմել ես, կուշտ կերած խմած մարդը ինչ է ուզում, կարակ ասեք, քնի։ Եվ ինչ էին արել Աստծո աշակերտները Հիսուսի, նավակի մեջ քնած էին էլ իրանց համար։ Հիսուսը հացը բազմացրել էր, կերել էին, խմել էին, զապասը կար դրված, լիքը, 12 կողով ունեին, չգիտեմ էլի, ամեն ինչը կար, հմել մարդիկ հանգիստ պարկած, իրանց համար նավակն էլ օրորում էր, բայց այնց չի, որ այդ նավակը միշտ խաղաղ ալնելու, որտեվ երբեմն Աստված փոթորիկ է բերում ծովի վրա, ինչի համար, որ քնից հետ արթնանաս։ Հիշի, երբ փոթորիկ է բարձրանում քո շուրջը, դու արդեն չես սկսում մտածել քնելու մասին, դու սկսում ես մտածել հավատքով քայլ անելու մասին։ Եվ ո՞րն է քո հավատքի քայլը։ Եվ ինչը ստիպեց Պետրոսին դուրս գալ նավակից, երբ որ տեսավ Հիսուսին, չէ՞, մտածեցին ուրվական այս, եթե Քրիստոսն ես, ուրեմն հրամայիր, որ ես կամ քո մոտ։ Եվ գնաց Պետրոսը, գնաց, քայլեց ջրի վրայով, քայլեց, ճիշտ է, շատ չքայլեց, հետո թերահավատեց ու սուզվեց, բայց քայլեց, չէ՞։ Երկրորդ մարդ տեսել եք, որ քայլեց ջրի վրայով։ Չէ, բայց Պետրոսը քայլեց ջրի վրայով։ Այսինքն նշանակում է երբեմն փոթորիկները մեր կյանքում նրա համար են, որ քո հավատքը զորանա եւ դու Քրիստոսին խնդրես, ասես Տեր, եթե դու Քրիստոսն ես, ես ուզում եմ քայլեմ ջրերի վրայով եւ կամ քո մոտ, եւ Տերը քեզ տալիս է այդ իշխանությունը։ Չնայելով ալիքներին, քայլի առաջ, եթե Քրիստոսն է քո առաջ եւ ասում է արի, հիշի, ոչ մի ծով քեզ չի կարա խորտակի եւ դու չես սուզվելու։
Գիտես ինչու է քո նավակը հաճախակի հայտնվում փոթորիկների մեջ, քանի որ քո նավակի մեջ Հիսուսն է։ Փոթորիկի պատճառը դու չես, փոթորիկի պատճառը Հիսուսն է։ Որտեղ որ Հիսուսն է, այնտեղ փոթորիկ է, բայց նաև Քրիստոսը մեզ տալիս է հավատք, ասելով, չէ, հիշի, որտեղ ես եմ, այնտեղ կարա փոթորիկ լինի, բայց որտեղ ես եմ, այնտեղ կարա նաև կատարյալ խաղաղություն լինի։ Եվ որ աշակերտները նավակի մեջ չէին իմանում ինչ անեին, ոնց գոռում էին Տեր, հելի, խորտակվում ենք, ջուրը լցվում է նավակի մեջ, քո հոգը չի, դու քնած ես։ Հիսուսը ինչ է անում։ Եվ որ արթնացավ, հանդիմանեց, չէ, նախ սաստեց ծովին, սաստեց քամուն ու փոթորկին եւ կատարյալ խաղաղություն եղավ, եւ հետո էլ հանդիմանեց աշակերտներին ասելով՝ «Բա ուրա ձեր հավատքը»։ Մի վախեցիր, մի զարուրիր, մի գոռա վախից, մի խուճապի մատնվիր, քանի որ Հիսուսի հետ ես։ Ու երբ նա արթնացավ, նա սաստելու է քամին եւ չկա տենց քամի, որ չհանդարտվի, եթե Քրիստոսն է սաստում այդ քամուն, եւ դու կհասնես այն ցանկալի նավահանգստին, որին սպասում է իր այդքան երկար։ Գիտեք ինչու եկեղեցին պիտի անցնի այս ամենի միջով, քանի որ Փեսան պատրաստում է իր հարսին, ու երբ հարսը պատրաստ եղավ, նա գալու է հարսի ետևից։ Եփեսացիների 5:27 խոսքերն ասում է, որ իր առաջին փառավոր կանգնեցնի եկեղեցին, որ չունենա մի արատ կամ խորշություն կամ ուրիշ բաներ, որ սուրբ եւ անարատ լինի։ Այսինքն այս փորձությունները եկեղեցին մաքրելու համար են։ Կարևորը, որ մեր առաջնորդը լինի Աստված։ Դրանից հետո արդեն միևնույն է, թե ուր կամ ոնց կգնամ ես, անապատ կգնամ, մահվան շուքի ձոր կգնամ, փոթորիկի մեջ կհայտնվեմ, կրակի հնոցը կգցեն ինձ, առյուծների գուբը կգցեն ինձ, հիշի, էլ կարևոր չի թե որտեղ ես դու, եթե ինձ հետ է Աստված, ես ավելին եմ, քան հաղթողը։ Հիսուսն ասում է մեզ. «Քաջացեք, ես հաղթել եմ աշխարհին»։ Տերը հաղթել է մեղքին ու մահին, Տերը հաղթել է դժոխքին եւ նրա անունը հաղթող է, այսպես Աստվածաշունչը մեզ ներկայացնում։ Նրան է պատկանում ամեն իշխանություն երկնքում եւ երկրի վրա, նրա առաջ ծունկ են ծռում բոլորը եւ ամեն լեզու է դավանում, որ նա Տեր է։ Ես իմ ընտրությունը կատարել եմ, սիրելի եկեղեցի, ես Հիսուսի թիմից եմ, ես Հիսուսի ընտանիքից եմ, ես Հիսուսի հարս եկեղեցու մի մասն եմ եւ իմ անունը ես վստահ եմ գրված է կյանքի գրքի մեջ։ Ես անտեր չեմ, ես Տեր ունեմ, ես հայր ունեմ, ես որդի եմ։ Փառք Տեր Հիսուսին դրա համար։ Գիտես, երբ ծովը ճեղքվում, երբ սատանան քեզ դեմ է տալիս ծովին եւ դու այլևս փախնելու տեղ չունես։ Քանի փախնելու տեղ ունես, ծովը ճեղքվելու կարիք չկա։ Եթե ուզում ես Աստծո գերբնական հրաշք եւ զորությունը քո կյանքում, մի նեղվի, որ սատանան քեզ ծովի է դեմ տվե։ Հիշի, ծովը նրա համար չի, որ քեզ պահի, ծովը նրա համար է, որ ճեղքվի եւ դու անցնես։ Ծովը նրա համար չի, որ խոչընդոտ դառնա քո համար, ծովը նրա համար է, որ քո թշնամիները խորտակվեն այդ ծովի մեջ։ Սատանան մտածում էր, որ դեմ տվես ծովին կկործանի Իսրայելին, բայց չէր մտածում, որ ծովը պետք է կործանի եգիպտական բանակին։ Այսինքն սատանան չգիտի Աստծո ծրագրերը ինչի համար, որովհետև Աստծո ծրագրերը վեր են։ Հիշի, հնարավոր է, որ այսօր քո կյանքում էլ կան փորձություններ ու դժվարություններ։ Մտածում ես, որ անելանելի վիճակների մեջ ես կանգնած, բայց հիշի, Աստծո համար չկա անելանելի վիճակ։ Գիտես, երբ են պարիսպները քանդվելու Երիքովի, երբ որ դու այդ պարիսպների տակ կանգնած պետք է աղաղակես Հիսուսի անունով։ Գիտես, ինչի ես անցնում դժվարությունների միջով, փորձությունների միջով, մահվան շուքի ձորով, փոթորիկների միջով, որ հաղթես, որ վաղը Տիրոջ առաջ դու էլ դատարկ չկանգնես։ Մի գոռա վախից, որտեվ Հիսուսը նավակի մեջ է, այլապես կարժանանաս Հիսուսի հանդիմանությանը։ Հիսուսն ասեց. «Ուրա ձեր հավատքը»։ Ուրա քո հավատքը։ Սիրելի Աստծո մարդ, ուրա քո հավատքը։ Քո հոգևոր իրական վիճակը ցույց է տալիս փորձությունը։ Այլապես Պետրոսի պես մենք էլ կարանք կանգնենք Տիրոջ առաջ ու ասենք, չէ, Տեր, քո հետ մինչև անգամ մեռնելու կգամ։ Դե փորձություն չկա։ Պետրոսն էլ ասեց, Տեր, մեռնելու կգամ, սաղ քեզ ուրանան, ես չեմ ուրանա։ Բայց իրական փորձությունը ցույց տվեց, թե ով է Պետրոսը։ Ու երբ որ Պետրոսը երթումով էր ուրանում Քրիստոսին, ասելով, որ չեմ ճանաչում Քրիստոսին։ Եվ մինչև ակաղաղը կանչել է Աստծո խոսքը գրված է, չէ, 3 անգամ ուրացավ Քրիստոսին։ Հնարավոր է այսօր ես էլ ուրանամ, դու էլ ուրանաս։ Եկեք մենք մեր վրա չհիմնվենք։
եկեք մենք Քրիստոսի վրա հիմնվենք, ասենք Տեր ջան, դու մեզ պահի, դու մեզ զորացրու, որ չուրանանք։ Իսկ Հիսուսը դրանից առաջ ասում էր, չէ, ասում էր, 1 ժամ էլ չկարացիք, արթուն մնաք, աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք։ Պետրոսը կհաղթարեր այդ փորձությունը, եթե Քրիստոսի հետ չոքեր ու գոնե մի ժամ աղոթք աներ, այդ ժամանակ կհաղթարեր։ Տեսեք, այս վերջերս անցնում եմ մի քիչ փորձությունների միջով ու հետաքրքիրն է նա, որ սատանան հյուրեր եկե։ Արա խոսացի բերանից չորացավ։ Սատանան հյուրեր եկե ու ականջի շշնջում էր։ Իհարկե անկոչ հյուր է, որտեղ ես իրան հյուր երբեք չեմ կանչի, ինքն իմ տան մեջ տեղ չունի։ Եկել է շշնջում էր ականջիս, ասում էր. «Ինչ օգուտ ունես Աստծուն ծառայելու մեջ»։ Հələ մատ մտածի, էլի, օգուտը ո՞րն է։ Ինչ շահ ունես Աստծուն ծառայելու մեջ։ Դու թող Աստծուն էլ, դու թող ծառայություններն էլ, դու թող չես տենում նեղությունից, փորձությունից աշկ չես բացում։ Թող էլի։ Ինչի՞ դա պետք։ Գնա քո համար կյանքը վայելի։ Գնա քո համար մտի մեղավոր աշխարհի մեջ։ Ուր է Աստվածը մի քո կողքը չի։ Դու կողքդ լներ, աղոթում ես չի լսում, աղոթեցիր պատասխանես, չէ։ Բա ուր է քո Աստված։ Դու էլ Աստծուն հակառակ գնա մտի մեղքի կյանքի մեջ, ինչքան մեղք կա արա։ Ինքը քեզա ցավացնում, դու էլ իրան ցավացրա։ Փսփսում էր ականջիս։ Ես հստակ զգում եի, որ սատանան իմ ականջին ուղակի խոսում է։ Ինչի՞ դա պետք Աստծուն ծառայել, օգուտդ ո՞րն է, թող Աստծուն։ Իհարկե ես իրան ուղարկեցի համապատասխան տեղը, որտեղ որ ինքը պետքա գնա։ Եվ իրան էլ ասեցի, որ սրանից հետո հակառակ քեզ ավելի պետք է քանդեմ քո գործերը։ Ավելի պետք է նվիրվեմ, ավելի պետք է ծառայեմ, որ դու քեզի դրանից ավելի վատ զգաս։ Սիրելի Աստծո մարդ, հիշի, որ Տերը մեզ կռվել է սովորացնում եւ վարժեցնում է մեր ձեռքերը պատերազմի համար։ Մինչեւ որ կանցնեմ իմ քարոզի շարունակությանը, մի օր մի հատ երազ էի տեսել։ Այդ երազի մասին ուղղակի կուզեմ հիշեցնեմ ձեզ, որտեվ շատ շուտ եմ պատմեմ։ Մի անգամ երազիս մեջ տեսա Սեթրակ եղբայրին, ուրեմն սենց մի հատ մեծ շրջան էր, ու այդ շրջանի մեջ Սեթրակ եղբայրն էր, ձեռքն էլ սուր կար, ու այդ սրով կռիվ էր անում։ Ու հետաքրքիր է, որ այդ շրջանի ամբողջ այդ իր կողքերը մենակ դևերն էին։ Դևերն ու սատանաները ասես լցված ու ինքը մենակով այդ շրջանի մեջ չէր իմանում, որ կողմի հետ կռվեր։ Ու ասենց ոնց որ ասենց բանը կրուպնի կադր էր, էլի, տեսնում էի շրջանը, տեսնում էի, ասենք Սեթրակ եղբայրն այդ շրջանի մեջ ու որպես մարդ, որպես համել իմ ծնող մտածեցի, ասի, բա ոնց անեմ, որ օգնեմ, էլի, ես էլ օգնեմ իրան, էլի, ասենք մենակ չկռվի։ Ու այդ ժամանակ բանը ոնց որ sense մի բան էլի Տեր Աստված, բա ուր ես դու, ինչես թույլ տվել որ ասենք այս մարդը հայտնվի այս նեղ վիճակի մեջ, որովհետև իր կողքերը շատ էին այդ անպետքները։ Ու մեկ էլ ոնց որ տեսել եք, ասենք որ sense կադրը մի քիչ sense հերվից է հետում ու դու սկսում ես ավելի մեծ տարածքով տեսնես թե այն ինչա կատարվում ու հետաքրքիրն էր որ տեսա Հիսուսին այդ շրջանից դուրս կանգնած ու sense ինքը միանգամից ոնց որ իմ հետ խոսեր ասելով որ ասեց ես թույլ եմ տալիս որ ինքը կռվի ու կռվել սովորի ու ամեն անգամ ինքը որ հաղթում է ինքը դառնում է ավելի ուժեղ բայց ասեց եթե զգամ որ ինքը չի արդեն կարողանում կռվել ինքը պիտի պարտվի ես ամեն վարքյան պատրաստ եմ որ իրան ուղակի այդ շրջանից հանեմ դուրս մտածելու բան կա անցնենք առաջ ուրեմն հայտնության թղթում խոսվում է 7 կնիկների եւ 7 փողերի մասին եւ ինչքան որ ես եմ փորձել ուսումնասիրեմ այս 7 կնիկները եւ 7 փողերը կարծում են որ չեն գործում միաժամանակ եթե կան բաներ որ կարծես թե համընկնում է բայց եթե ընդհանուր պատկերին նայում ես զգում ես որ սրանք չեն գործում միաժամանակ բայց երբ որ այս փողերը հնչում են այս փողերից եւ կնիկներից փողերից հետո Աստծո խոսքում գրված է նաեւ Աստծո բարկության 7 գավաթների մասին
որոնք պետք է թափվեն երկրի բնակիչների վրա։ Եվ հետաքրքիրն է նա, որ երբ որ նայում էի ես երկու օրվա մեջ, այսինքն երեք առավոտյան, ովքեր որ լուրերը լսել են, տեսած կլինեն, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում հիմա։ Հիշում եք անցած անգամ էլ ես հիշեցրեցի ձեզ իմ երազը, որ ասեցի ես տեսա, թե երազիս մեջ ինչ էր կատարվում, ինչպես տեղի ունեցավ մեռելների հարություն, ինչպես ես տեսա այդ մոլորակների շքերթի մասին հիշում եք, չէ՞ որ ասեցի ես տեսա, որ sense մի մոլորակ անցնում էր, հետո մյուսները անցնում, հետո մյուսները անցնում, sense ոնց որ երկիրը ամբողջ թատերաբեմ ելներ ամբողջ տիեզերքի։ Եվ այդ ժամանակ նաև տեսա Տեր Հիսուս Քրիստոսի հրեշտակի ձայնը, հրեշտակապետի, որ ասեց պատրաստվիր դիմավորելու քեզ ստեղծող Արարիչ Աստծո հետ։ Հետաքրքիրն է նա, որ ես չեմ ասում, հեսա վաղը Քրիստոսը գալու է սրա մասին չի խոսքը, բայց ինչքան որ երկնային այսպիսի նշաններ ա լինում, հիշի այս երկնային նշանները պատահական չեն որ լինում։ Դուք գիտեք, որ երեք 6 մոլորակներ, եթե չեմ սխալվում, այս 6 մոլորակները շարվեցին իրար հետևից մի դիրքի, եւ այս 6 մոլորակները, ինչ ասեմ, սրանք շատ հաճախ հանդիպող երևույթներ չեն։ Եվ հետաքրքիր է, որ զուգադիպեց Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածը Իրանին, եւ հենց այդ նույն օրը, երբ որ այդ 6 մոլորակները դուրս եկան շքերթի։ Եվ ես կարծում եմ, որ սրանք նշաններ ա, որ Աստված տալիս է իր ժողովրդին, եւ օրվա վերջում Սաուդյան Արաբիան էլ հայտարարեց, որ միանում է Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին Իրանի հարվածելու հարցում, որտեղ Իրանը հարվածում է իր կողքի բոլոր երկրներին, որտեղ որ կան Միացյալ Նահանգների ռազմաբազաներ։ Իհարկե, սրանից լավ հոտ չի գալի, որովհետեւ մարգարեական գրքերը սկսել են կատարվել, արդեն մտնում ենք վերջնական փուլ, եւ այն մարգարեությունները, որոնք մենք սպասել ենք կամ Աստծո եկեղեցին, Աստծո ժողովուրդը սպասել է հարյուրավոր տարիներ կամ հազարավոր տարիներ, երբ որ այդ փուլը սկսվեց, այս մարգարեությունները սկսելու են իրար հետևից կատարվել։ Էլ երկար չենք սպասելու։ Եվ մենք ականատես ենք լինելու Աստծո մեջ շարժի։ Հակառակ դրան նաև տեսնում ենք, որ Իսրայելի դեմ ուրեմն նոր մի հատ միություն է ձևավորվում, չէ՞, Ռուսաստան, Չինաստան, Իրան եւ էլի ուրիշ երկրներ, ովքեր որ իրանց ուժը եւ իրանց զորակցությունն են հայտնում Իրանին Իսրայելի դեմ պատերազմ անելու համար։ Եվ նաեւ մենք տեսնում ենք Աստծո խոսքից, մենք այդ մասին ամփոփ նախորդ անգամ մի փոքր շոշափեցինք, չէ՞, որ սրանք այս պետությունները մի օր միավորվելու են եւ դեմ են գնալու Իսրայելին եւ Աստծո ժողովրդին։ Հիմա Իսրայելն է հարվածում Իրանին, բայց հավատացեք, որ Աստծո խոսքը չի կարա սխալ լինի։ Մի օր Իրանի զորքերը այդ ամբողջ այդ զորքերի հետ միասին գնալու են դեպի Աստծո սուրբ քաղաքը, ոտնակող խանելու, սպանելու եւ փչացնելու համար։ Եվ Աստծո խոսքը ինչ ասում։ Կնիկների դերը, երբ որ սկսում են բացվել, ուրեմն կնիկները կարծես սկսում են զտել, առանձնացնել եկեղեցին աշխարից։ Հիմա մենք տեսնում ենք, հիմա մենք ականատես ենք լինելու 6-րդ կնիքի բացմանը, որովհետև հիմա մենք ապրում ենք 5-րդ կնիքի ժամանակաշրջանում, իսկ որն է 5-րդ կնիքի են նշանները, որոնք որ պետքա լինեին։ Մեծ երկրաշարժեր, արեգակի խավարում, լուսինը արյան տեսքով, մարդկանց խուճապ եւ քաոս։ Ուրեմն էսա 5-րդ կնիքի բացվելը, կներեք 6-րդ կնիքի բացվելը, իսկ 5-րդ կնիքը, երբ որ մենք նայում ենք, 5-րդ կնիքի ժամանակ ցույց է տալիս եկեղեցու հալածանք, մորթված հոգիներ եւ մարդիկ, ովքեր որ իրենց կյանքը տվեցին հանուն Քրիստոսի, պատերազմներ, պատերազմների լուրեր, հասկանում եք, չէ՞, 5-րդ կնիքի ժամանակաշրջանը ավարտին է մոտենում եւ հիմա պետք է սկսվի 6-րդ կնիքի բացվելու process-ը, իսկ 6-րդ կնիքը Աստծո խոսքը ասում է, որ մեծ երկրաշարժ եղավ։ Այս մասին արդեն կարծում եմ, որ բոլորը կտեսնեն ու բոլորը կզգան, բոլորը կհասկանան, որ 6-րդ կնիքը բացվեց, որտեղ հստակ է գրված։ Եվ տեսեք այն 4 անկյունների քամիները, որ բռնել էին հրեշտակները, որ չփչեն, այդ 4 հրեշտակները մի օր բաց են թողելու այդ քամիները, գիտեք, միշտ չէ որ այդ քամիները բռնելու են։ Երբ որ Աստված ավարտեց կնիքը դնելու գործը, դրանից հետո այդ քամիները պետք է բաց թողեն այդ հրեշտակները։ Եվ այդ ժամանակ վայ երկրի վրա բնակվողներին։
6-րդ կնիքը լինելու է բացահայտ եւ շատ ուժեղ երկրաշարժ լինելու եւ Աստծո խոսքը ասում է արևը պիտի խավարի ինչի համար, սա նաեւ նշան է այն բանի, որտեղ երկրաշարժից հետո դուք գիտեք, որ մեծ հրաբուխների ժամանակ այնքան մոխիրը արտանետում դեպի մթնոլորտ, որ արեգակը անգամ կարա խավար լինի եւ Աստծո խոսքն ասում է արեգակը պիտի խավարի, լուսինը պիտի դառնա կարմիր եւ բոլոր շատ գիտնականներ հիմա ապացուցում են, որ աշխարհում կան մեգա հրաբուխներ, որոնք րոպե պատրաստ են ժայթքելուն։ Մեկը Միացյալ Նահանգներում Ելոստոնի այդ ուրեմն սուպեր հրաբուխն է եւ մյուսը Սիբիրում, որ արդեն այդ մագման այնքան է մոտիկացե, որ մտածում են, որ երբ որ Սիբիրի հրաբուխը հանգարց ժայթքեց, աշխարհի կորուստն ալնելու, վերջն ալնելու աշխարհի, որտեղ կարող է տարիներով արևի լույսի երես մարդիկ չտեսնեն։ 6-րդ կնիքը բացվելու ժամանակ Աստծո խոսքն ասում է եւ մեծ երկրաշարժ եղավ։ Այսինքն նշանակում է չի բացառվում, որ այո, հենց այս ուրեմն սուպեր հրաբուխներից մեկը լինի եւ Տիրոջ խոսքը հենց այսպես կատարվի։ Եվ երբ որ սա պատահի, արհավիրքներ, պատուասները թափվելու են երկրի վրա, գերբնական զորությունները եւ մեծ նշանները պիտի սկսեն կատարվել արդեն իրարից հետո։ Աստղերը պիտի թափվեն երկրի վրա եւ երկնքի զորությունները պիտի շարժվեն այնպիսի ահեղությամբ Աստծո խոսքն ասում է, որ մարդկանց սրտերը վախից պիտի հալվի։ Երբ 7-րդ կնիքը բացվելու ժամանակ արդեն լինում է հափշտակությունը, կամ 7-րդ կնիքը բացվելու ժամանակ, կամ 7-րդ կնիքը բացվելուց մի փոքր առաջ լինելու է հափշտակությունը Տիրոջ եկեղեցու, քանի որ գրված է, երբ 7-րդ կնիքը բացվեց, երկնքում կես ժամ լռություն եղավ։ Եվ նաև լինելու է Հիսուս Քրիստոսի փառավոր գալուստը, ովքեր որ այդքան երկար սպասում էին Քրիստոսի գալստյանը։ Լռություն նշանակում է, երբ ամեն բան վերջացած է, երբ դատաստանը պատրաստ է, երբ այլևս չկա փրկություն, Աստծո հոգին այլևս երկրի վրա չի եւ սատանային տրվել է իշխանություն գործելու բացահայտ։ Այդ ժամանակ էլ մարդիկ չեն մտածելու, որ սատանան էլ չի գործելու քողարկված, ինքը գործելու է բացահայտ եւ տանջելու է երկրի բնակիչներին, որովհետեւ ինչ սրտի ուզած եղավ ինքը իշխանություն ունենալու անելու։ Եվ պատկերացնում եք սատանան ինչպես է ատում Աստծո պատկերով ստեղծած մարդուն եւ վայ են մարդուն, որ կմնա երկրի վրա եւ կդառնա սատանայի փայը, ասենց կոպիտ ասած կներեք։ Իրական քրիստոնյաները չեն լինելու երկրի վրա։ Խնդրում եմ հիմա ուշադրություն դարձրեք, որտեվ վերջացնում եմ հեսա թեմաս, որ ամբողջ միտքը ձեր համար պարզ լինի։ Իրական քրիստոնյաները չեն լինելու երկրի վրա, բայց շատ քրիստոնյաներ, որ անգամ նստած եք հիմա այստեղ, կմնաք երկրի վրա։ Իրական քրիստոնյաները չեն լինի երկրի վրա, բայց շատ դալի-դոլի հավատացյալներ, որ կենթանի եղողի անուն ունեին, բայց իրանց կյանքը իրականում մեռած էր, անգամ կարող է հիմա դու նստած ես այստեղ եւ դու մնաս երկրի վրա։ Եվ այն ժամանակ քեզ կասեմ, վայ, որտեղ ոչ մեկ չի կարա քեզ օգնի, ոչ մեկ չի կարա քեզ սովորեցնի, ոչ մեկ չի կարա քեզ բացատրի, ոչ մեկ չի կարա քեզ առաջնորդի։ Աստծո խոսքը խոսում էր 10 կույսերի մասին եւ ասես, չէ, 10-ից 5-ը իմաստուն էին, իսկ մյուս 5-ը հիմար։ Սիրելի Աստծո մարդ, ես ուզում եմ լինել այդ 5-ը իմաստուն կույսերի մեջ, չեմ ուզում լինել այն հիմարների մեջ, ովքեր որ կմնան երկրի վրա։ Ես չգիտեմ այդ կես ժամ լռությունը ինչքան է լինելու երկրի վրա, բայց քանի որ ես սիրում եմ հաշվել, փորձեցի իմ մարդկային ձևով հաշվել, մի քանի տարբերակ ասեմ ձեզ, տեսեք ձեզ որ տարբերակն է ավելի ձեր տալիս։ Իհարկե Իրանից նշանակություն չունի, թե ինչքան կլինի։ Եթե առանց Քրիստոսի եմ երկրի վրա, էլ ինչ կապ ունի ինչքան եմ։ Եթե մի օրը մարգարեական ձևով հաշվենք, մի օրը մի տարի, չեմ ուզում բացատրել, թե ինչի համար է մի օրը մի տարի, ովքեր որ Աստծո խոսքը լավ գիտեն, որ սա մարգարեական հաշվարկ է, ուրեմն 30 րոպեն անում է 7.6 օր։ Այսինքն 7.6 օր տևի մինչև այս ամեն ինչը լինի։ Եթե մի օրը հաշվենք 1000 տարի, որտեղ Աստծո խոսքը ասում է Աստծո համար մի օրը 1000 տարվա պես է եւ 1000 տարին մի օրվա պես, եթե այս հաշվարկով հաշվենք, այդ 30 րոպեն կես ժամը երկրի վրա անցնելու է 20-ից 21 տարի։ Եթե հաշվենք 1 յոթնյակ եւ այդ յոթնյակի կեսը եւ Հակոբոսի 5-ի 7-ն էլ չէ, երբ որ Եղիայի մասին խոսում է, ասում է եւ 3.5 տարի երաշտ եղավ երկրի վրա, մինչեւ որ Տեր իր օրհնության անձրևը տվեց։ Եթե անգամ այս հաշվենք եւ ընդունենք որպես յոթնյակի կեսը 3.5 տարի, 3.5 տարի երկրի վրա սատանայի իշխանության տակ եւ
այն ինչ որ սատանան ուզենա մարդկանց հետ անի, սրտի ուզածը անի։ Որ տարբերակն է ձեզ ավելի ձեր տալի 3.5 տարին, 20-ից 21 տարին, թե 7.6 օրը։ Ես մի վայրկյանն էլ չեմ ուզում։ Մի վայրկյանն էլ չեմ ուզում։ Սա ուղղակի հաշվարկ է եւ կարող է ընդհանրապես կապ չունենա մեր մարդկային պատկերացման հետ եւ սա լրիվ ընդհանրապես ուրիշ մի հատ բան լինի, որ Աստված ուղղակի սկի չի ուզեցե որ մենք իմանանք։ Ես էսի ուղղակի ասեցի իմ կարծիքը, սիրելի Աստծո ժողովուրդ, բայց մի բան հստակ կարող եմ ասել, որ գրված է Աստծո խոսքում Մաղաքիա 3:18 խոսքերում։ Եվ դուք ետ կդառնաք եւ կտեսնեք արդարի ու ամբարիշտի տարբերությունը, Աստծուն ծառայություն անողի եւ Աստծուն ծառայություն չանողի տարբերությունը։ Այն ժամանակ, երբ որ հետ կդառնաս ու կտեսնես, որ երկրի վրա ները գործում է բացահայտ ձևով, երբ որ իրան չկա ոչ մի արգելք, երբ որ փողերը սկսեցին հնչել եւ փողերից հետո, երբ որ Աստծո բարկության 7 գավաթները սկսեցին թափվել երկրի վրա, այն ժամանակ վայ այն մարդկանց, ովքեր որ երկրի վրա մնացած կլինեն։ Վայ այն մարդկանց, որտեղ Աստծո խոսքը ասում է, մարդիկ մահ են փափագելու, բայց մահը փախչելու է նրանցից։ Այսինքն մարդը պետք է երազի մեռնի, բայց չի մեռնելու։ Ինչքան ուզենա իրան սպանի, ինքնասպանություն անի, չի մեռնելու մարդը։ Պետք է երազի մահ եւ մահը պետք է փախնի նրանից։ Հիմա կոչս ձեզ, սթափվեք Աստծո ժողովուրդ, վաղը կարող է ուշ լինել։ Եվ այն ինչ սպասվում է երկրի բնակիչներին այնքան ահավոր է լինելու, որ քրիստոնյաների հալածանքները ու նահատակությունները դրանց հետ համեմատելու չի լինելու։ Հավատացեք, ինչքան ուզում եք քրիստոնյաների նահատակությունների մասին լսեք, երկրի վրա լինելու է կենթանի դժոխք։ Դժոխքը լինելու է երկրի վրա։ Այս նահատակությունները թվալու են ընդամենը չնչին բան մարդկանց աչքի առաջ։ Վայ երկրի վրա մնացածներին, բայց առավել վայ նրանց, ովքեր նստած հիմա լսում են այս խոսքերը ու դեռ հնարավորություն ունեն ուղղելու իրենց ճանապարհները, բայց չեն անում դա։ Մի մտածիր, որ մի օր կլրջանաս, մի մտածի, որ մի օր դու էլ կապաշխարես, այդ մի օրը չես հասցնելու։ Այդ օրը այսօր է, սիրելի Աստծո մարդ։ Հափշտակության ժամանակ շատերը կկորցնեն իրենց կանանց, շատերը կկորցնեն իրենց ամուսիններին, շատերը կկորցնեն իրենց երեխաներին, շատերը կկորցնեն իրենց ծնողներին։ Դուք պատկերացնում եք, թե ինչ քաոս է լինելու երկրի վրա։ Այդ օրը ինչքան ուզում ես կանչի Հիսուսի անունը, չի օգնելու։ Ինչքան ուզում ես վռնդի սատանային Հիսուսի անունով, չի օգնելու։ Հիշի քո բոլոր լավ գործերը, որ արել ես, ոչ մի օգուտ չես ունենալու։ Դու այլևս չես կարող փրկվել, որովհետև փրկության ճանապարհը փակված է լինելու։ Փրկության դուռը փակված է լինելու։ Ինչքան ուզում ես ասա Հիսուս փրկի, Հիսուսը ել չի փրկելու այդ օրը քեզ։ Քեզ մնում է միայն Աստծո դատաստանը, քանի որ մերժեցիր նրա շնորհքը եւ մերժեցիր Աստծո որդու թափած արյունը։ Եբրայեցիների 9, 11, 12 խոսքերը եւ 26-ից 28 խոսքերը հետեւյալն է ասում. Բայց Քրիստոս, որ եկավ հանդերձյալ բարիքների քահանայապետը, ավելի մեծ եւ կատարյալ եւ անձեռագործ խորանով, այսինքն այն, որ այս արարածներից չէ, եւ ոչ թե նոխազների եւ զովարակների արյունով, այլ բուն իր արյունովը մեկ անգամ մտավ այն սրբատեղին եւ հավիտենական փրկություն գտավ։ Բայց հիմա ժամանակների վերջում մեկ անգամ հայտնվելով, որ մեղքը դեն գցի իր պատարակովը եւ ինչպես մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել եւ նրանից հետո դատաստան, նույնպես էլ Քրիստոսը մեկ անգամ պատարակվեցավ շատերի մեղքերը վեր առնելու համար եւ երկրորդ անգամ առանց մեղքի կհայտնվի իրեն սպասողների փրկության համար։ Վերջի խոսքը նորից եմ ուզում կրկնեմ։ Երկրորդ անգամ, որ Քրիստոսը հայտնվեց առանց մեղքի, գիտես ինչի համար է գալու։ Իրեն սպասողների փրկության համար։ Սիրելի Աստծո մարդ, ես հարց ուզում եմ տամ քեզ, բայց դու ինքդ քո մեջ պատասխանի։ Իսկ դու Աստծո սպասողների մեջ ես, թե ոչ։ Այդ հարցին դու պատասխանի քո մեջ։ Տեսնում եք ինչպիսի համախմբում է տեղի ունենում այսօր ամբողջ աշխարհում։ Ինչի համար է այս ամենը տեղի ունենում, որովհետև մարգարեությունները սկսել են կատարվել։ Ժամանակն է մեզ էլ կարգի բերելու։ Աստծո խոսքը մեզ ասում է, որ մենք էլ սթափվենք, մեր լապտերները վառած պահենք,
մեր պահեստի յուղի մասին չմոռանանք, մեր շորերը մաքրենք Քրիստոսի արյունով։ Ինչի համար, որովհետև ես Տիրոջ եկեղեցու մի մասն եմ, ես հարս եկեղեցու մի մասն եմ, եւ Տերը գալու է իմ հետևից, ես ուզում եմ լինել պատրաստ։ Ես ուզում եմ լինել իմ ճիշտ տեղում, որովհետև եթե Տերը կառուցում է իր եկեղեցին ժայռի վրա, Քրիստոսի վրա, եթե ես այդ քարն եմ, ես իմ ճիշտ տեղում պետք է լինեմ։ Ում է պետք քարը, եթե արդեն շենքը կառուցված է, բայց այդ մի հատ քար ընդհանրապես գցել են մի կողմ։ Այդ մի քարը օգտագործվել է ուրիշ բանի համար, բայց ոչ այդ շենքի շինարարության համար։ Անկյունի քարը Հիսուսն է, հասկանում ես։ Անկյունի քարը Հիսուսն է։ Հիսուսը արդեն դրվել է այս շինարարության մեջ։ Հիմքը Հիսուսն է, եւ ես ուզում եմ լինել Հիսուսի կողքին, որպես Հիսուսի կողքի քար։ Ժայռը Քրիստոսն է, եւ մենք միասին սիրելի եկեղեցի կազմելու ենք Տիրոջ կառույցը, Տիրոջ տունը։ Եվ Աստծո խոսքն ասում է, որ դժոխքի դռները ինչ են անելու, չեն կարող հաղթահարել նրան։ Եվ վերջի խոսքն էլ կարդամ ու վերջացնեմ։ Հայտնություն 22:20 խոսքերը ասում է. այս բաներին վկայողը ասում է այո։ Սա Հիսուսի խոսքերն է։ Ես շուտով գալիս եմ։ Ամեն եկ Տեր Հիսուս։ Աստված օրհնի ձեզ։